Այդ ճանապարհը գնալուց ես վերադառնալու մասին չէի մտածում էլ։ Ես վստահ էի, որ ես չեմ վերադառնա։ Ու այդ ինձ ինչ որտեղ նաև ուժ էր տալի, որովհետև իմ կարծիքով ցանկացած գիտակից քաղաքացի ու ցանկացած հասուն տղամարդու համար լավագույն իր կյանքի ավարտը դա մարտի մեջ հայրենիքը պաշտպանելուց է։ Դավիթը զորակոչվելու ծանուցումը ստացել է սեպտեմբերի 27-ին։ Դիրքեր տանող երկօրյա ճանապարհը եղել է բարդ, տեղ-տեղ անանցանելի, բայց անխախտ որոշմամբ։ Զորակոչվեցի 44-օրյա պատերազմին որպես սպայական կազմի ներկայացուցիչ, քանի որ պոլիտեխնիկն եմ սովորել եւ ավարտել, համապատասխանաբար ստացել եմ լեյտենանտի կոչում։ Թշնամին անընդհատ հակահրետանային պայքար էր վարում, իսկ մենք գտնվում էինք մի դաշտավայրում Արտակերտի շրջան, որը սկուտեղի նման երևում էր ամեն տեղից։ Դրա համար անընդհատ ռմբակոծության տակ ենք եղել տարբեր զինատեսակներով, ռմբակոծություն սկսեց մեր դիրքերի վրա, հասավ 99 աստիճան հավանականությունը, որ ամեն ինչ ավարտվում է հենց այդ օրը։ Ամենամոտիկ բլինդաժը ինձ գցեցի, պատասպարվել էինք այդտեղ 13 հոգով։ Բոլորն էլ հասկանում էին, որ մի հատ ուղիղ անկում, արկի ու վերջ։ Հարցրեցի տղերքին, վերջի անգամ երբ եք աղոթե, հայր մերը երբ եք ասե վերջի անգամ տղերք։ Լռություն էր, բոլորը արդեն պատրաստվում էին հեռանալու, ասենց ասեմ, ասի եկեք բոլորս միասին աղոթենք, էլի։ Գոնե ինչ որ հույս տանք մեզ, որ մեր, այսպես ասած, հոգին մաքուր կտանք, էլի, ասենց պայմանական հույսով սկսեցի աղոթքը, բնականաբար ինձ միացան ու մի հատ ինչ որ ասենց գերբնական բան տեղի ունեցավ։ Թե մասնավորապես մեր բլինդաժում, թե շուրջը ոչ ոք ոչ մի ձևով չի վնասվել։ Այդ ամենածանր օրն էր։ Ռմբակոծությունների ու պայթյունների տակ մահվանը մոտ Դավիթը կարոտում էր այն ապագան, որը պետք է ստեղծեր ու ապրեր, բայց որը հիմա հեռու էր ու անորոշ։ Ափսոսում էի, քանի որ սկսած գործ ունեի, որ ինքը տրամաբանական գոնե ինչ որ հանգույցի չի եկե ու այդ չեղածի նկատմամբ կարոտ կար։ Ապագայի նկատմամբ կարոտ կարողա տարօրինակ հնչի խոսքերս։ Այն ինչ որ դու կարող էիր անել ու դու չես անելու, էլի։ Պատերազմի աղմուկը խլացրել էր ամեն ձայն։ Զուգահեռ խլում էր նաև մարդկային ամենապարզ ու նուրբ դրսևորումները։ Ցանկացած տղամարդու մեջ ինձ թվում է մինչև ինչ-որ պայմանների մեջ ընկնի կյանքի, երեխան առկա է։ Իմ մեջ երեխան մահացավ։ Մնաց ուտիքի, Արցախի, մեր պատմական տարածքների հողում։ Իրան վատ չի այնտեղ։ Մեծացա էլի, շատ կտրուկ։ Հայացքներն էր համապատասխանաբար լրիվ փոփոխվեցին, արժե համակարգն էլ լրիվ փոփոխվեց։ Ինձ ներեք կարող է պատահի հուզմունք նկատեք, բայց չեմ ուզում ինձ ավելորդ զսպել։ Դա ոչ իմ հետ է կապված, դա երևույթի հետ է կապված, որտեղ պատերազմից ահավոր բան չկա։ Բոլոր իմաստներով։ Բացարձակապես բոլոր իմաստներով։ Դավիթ Պետրոսյանը մինչև վերջ պաշտպանեց Արցախի դիրքերը, զորացրվեց նոյեմբերի 22-ին։ Պատերազմն ավարտված էր, քաղաքացիական կյանքի դռները բաց, սակայն դրանց միջով մտնելը հեշտ չէր։ Ոսկեգործ մանկավարժը լսարան էր մտնում զինվորական խստությամբ։ 1-2 օրից հասկացա, որ ես երեխեքի հետ շփվում եմ ոնց որ զինվորների հետ, ոնց է, բարձր է ձայն, դե հրետանավոր ես կամա թե ակամա ձայնային զգացողությունը փոխվում է։ Դու սկսում ես բարձր խոսալ, որտեղ վատ ես սկսում լսել, որպես մանկավարժ
Ես ինձ արդեն մի քիչ ուրիշ հայացքով էի նայում, քանի որ երեխեքի հետ պետք է շփվեմ 8-9 տարեկանից սկսած, 4 դասանից սկսած։ Խնդրեցի ղեկավարությանը, որ կամ արձակուրդ ձևակերպեք ինձ մի ամսով, կամ գամ, բայց դաշ չանեմ այդ մի ամիս, մինչև ինտեգրվեմ, շփվեմ, ասենք փոխվի մի քիչ էլի, որ հանգարց մի կոպիտ բան երեխուն չասեմ, կամ կոպիտ ձևով չարտահայտվեմ, կամ դե բնական ավելորդություն ինձ թույլ չէի տա, բայց զգում էի, որ այդ հրամայական բարձր մի տեսակ տոնը, որ կարող է ստրես առաջացնի երեխու մոտ հանգիստ էլի։ Աստիճանաբար թուլացավ իհարկե, աստիճանաբար մտա ոնց որ այդ հունի մեջ։ Հետպատերազմյան շրջանը ծանր էր, վերականգնումը տևեց ավելի քան 1 տարի։ Ամեն բան արդարացնող հաղթանակը ևս կորսված էր։ Միակ սփոփումը նոր հաղթանակներն էին, որոնք կարող էին մխիթարել առաջ շարժվելու, գործելու ու արարելու։ Կազմակերպությունը արդեն գրանցվեց որպես մշակութային հասարակական կազմակերպություն, անունը Love Dove Industries, որը որ զբաղվել է եւ զբաղվում է եւ կզբաղվի լուրջ նպատակային կարևոր նախագծերով կապված մշակույթի եւ արհեստների եւ տեխնոլոգիաների ուղղությամբ։ Հաջորդը դա 22 թիվն էր, Հայաստանի վարպետ մրցույթ հայտարարվեց ու ստացվեց այնց, որ ժողովուրդը ընտրեց ինձ, դարձա Հայաստանի վարպետ մրցույթի հաղթող ոսկեգործ, իդեպ մրցույթի հաղթող իրը մատանի էր, տղամարդու համար նախատեսված, պահանջներից էր կատարման ժամանակ, որպեսզի հայկական զարդանախշեր օգտագործված լինի, ժամանակակից լինի, տարբեր տեխնոլոգիաներով լինի, իրականացված եւ ոչ տրադիցիոն նյութ օգտագործվի ոսկեգործության մեջ։ Դե պատերազմի ժամանակ հենց ուղիղ կապված է այդ բոլորը իրար հետ, էլի։ Մոտս այդպես բնավորություն ինչ որ առաջացավ, այն բեկորները, որոնք որ ինձ մոտիկ հայտնաբերում էի, դեռ լինում էին տաք էին, էլի, այսինքն ինձ չեն խփել, էլի։ Անմիջապես վերցնի, այդպես 5 հավաքել էի ու իրանցից մեկը օգտագործեցի որպես գլխավոր էլեմենտ ու ինքը հենց խորհրդանշական էր, ուզում էի ցույց տալ այն, որ այն ինչ որ բերում է մահ, բեկորը թնդանոթի, ինքը կարող է նաև բերի կյանք։ Դավիթը մասնագիտության ոսկեգործ է։ Երկար տարիներ ծավալել է հասարակական եւ մանկավարժական գործունեություն, որն էլ զարգացնելու նպատակով որոշեց կրթությունը շարունակել ասպիրանտուրայում։ Իդեմս 4090 բարեգործական հիմնադրամի Դավիթը գտավ նաև գաղափարակից ընկերներ, որոնք կիսում են իր արժեքներն ու նույն ուժով հավատում ստեղծելու ու իրականությունը փոխելու հնարավորությանը։ Իմ թեմայով որպես հայցոր դիմեցի ՀՊՄՀ, մանկավարժական համալսարան, թեզը գրվեց, որի հիման վրա հետո ձևավորվեց արդեն նյութը, տեխնոլոգիական ատենախոսության, բայց մի հատ խնդիր կար։ Այդ խնդիրը կապված էր վարձի հետ։ Ենթադրում էի, որ պետությունը կաջակցի որպես պատերազմի մասնակից, բայց ասեցին այդ ծրագիրը փակված է։ Դե տարեկան մոտ 500 միլիոն շարքային, այսպես ասած, ուսուցչի համար դա քիչ գումար չի։ Ու մարդ, որը որ տոգորված է աշխատանքով, չի ասնում գումար վաստակի, որպեսզի կարողանա լրացնի այդ բացը, ինչ որտեղ վաբանկ էր խաղը, էլի սենց ասեմ, Աստված առաջ հույսը դնելով ինչ որ գերբնական օգնությունների վրա, ու հենց այդ ժամանակ էլ իմ ուսանող Արմինեն տեսավ հայտարարությունը, որ պատերազմի վետերանների 4090 կրթական հիմնադրամը աջակցում է կրթաթոշակի հետ կապված հարցերում, զգացի, որ վերջապես սոցիալական արդարություն գոյություն ունի։ Ու մարդկանց, ովքեր որ պատրաստ են եղել անկեղծ իրենց ինքնազոհ լինել, հա, հայրենիքի փառքի համար, հայրենիքի հողի համար, հայրենիքի ապագայի համար, իրան համար սիրելի հայ մարդկանց համար պաշտպան լինելով, ինչ որ ձևի դա հետ է գալի, հա, ու դրա նյութական մասը չի այդքան կարևոր, ինչքան իր բարոյահոգեբանական դրական ազդեցությունը եւ նաեւ այն մյուսների համար օրինակը, որ պետք չի հիասթափվել, վերջապես ոչ ոք չի ասել, որ միշտ պետք է վատ լինի ամեն ինչ։ Երրորդ տարին է, որ 4090 հիմնադրամի
աջակցությունից օգտվում եմ, շահառու եմ հանդիսանում, տիտանական աշխատանք են արել, տիտանական հիմա էլ շարունակվում է ու շատ սրտացավ, սենց ազնիվ մոտեցմամբ ու մարդասիրական գաղափարների շուրջ ձևավորված թիմ է ու հիմնադրամի թիմը ընդհանուր ֆենոմենալ մարդիկ են, սենց յուրահատուկ ինչ-որ զգացումներով, զգացողություններով, ամեն մեկը իր բնագավառի մեջ մասնագիտացված, տենց բարձր ձեռքբերումներ ունեցող ու հասուն քաղաքացիական գիտակցությամբ օժտված, որը շատ կարևոր է։ Այնտեղ ամեն ոնց որ շահառու ունի իր մենթորը։ Ստացվեց այնպես, որ 490 կրթական հիմնադրամի խորհրդի նախագահը մենթորությունը սկսեց ինձ անել, Մերին Մամիկոնյան, խորհրդանշական ազգանուն է, ինքը ոնց որ մի պահապան հրեշտակ, սկսեց շատ մեղմ, նուրբ, շատ սենց դիլեկատ շատ ձևով ուղեկցել։ Իմ մենթորին մեծ շնորհակալություն, ես խոնարհվում եմ մեծերի մարդկանց առաջ, այդ հայրենասիրության, այդ գիտակցված անձնական զոհողության համար։ Դրա համար էներգիա է պետք, դրա համար ժամանակ է պետք, դրա համար սիրտ է պետք վերջապես, էլի այդ ամեն ինչը մարդկանց հետ աշխատելու համար։ Դա էլ մեծ հաղթանակ էր իմ համար, որ դարձա շահառու 4090-ի ու ես ամեն ձևի փորձել եմ ներկա ու աջակից ու մասնակից լինեմ, ինչպես նաև իմ երազանքներից է, որ այնքան իմ կազմակերպությունը ուժեղանա, որ նաև ֆինանսապես, որ կարողանա արդեն ոչ թե շահառու հանդիսանամ ես, այլ դոնոր հանդիսանամ ապագա անհրաժեշտ նախագծերի համար, ճիշտ է, այդ քանակը սպառվում է վետերանների, անսպառ չի, չէ, ինքը, բայց միևնույն ժամանակ շատ ուրիշ ավելի խորը նախագծեր վստահ եմ կլինեն, որ հուսով եմ ես իմ կազմակերպությամբ էլ կկարողանամ դոնորություն անեմ։ Ու կգա ու մոտիկա այդ ժամանակը, դա տրամաբանական է, թույլ ես, քեզ աջակցեցին, օժանդակեցին, ուժեղացի, դու պարտավոր ես ուժեղանաս, որպեսզի դու էլ հետո կարող է ուրիշ հարցերում թույլեր կան, դու իրենց աջակցես, օժանդակես, լավ խոսքով, ջերմ ներկայությամբ, մարդկային վերաբերմունքով ու լիքը այլ բաներով, որոնք որ բնորոշ են քաղաքացուն։ Այսօր Դավիթն ունի իր գրանցած հաղթանակները, որոնցից ամենամեծը ձեռք բերված ազատությունն է։ Ազատությունը ամենաթանկ բանն է։ Ոնց որ օվկիանոսում հայտնվել եմ ես իմ փոքրիկ նավակով, սպիտակ առագաստով, այսպես ասած։ Առագաստ, սպիտակ։